Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, այսօր պատրաստելու եմ արմավով կամ ինչպես շատ ենք ասում խուրմայով կոնֆետներ, համեղ և օգտակար, ինչ է մեզ դրա համար հարկավոր, արմավ, նուշ, նուշը կարող եք փոխարինել ցանկացած ձեր սիրած ընդեղենի հետ, շոկոլադ, ինձ մոտ այստեղ կաթնային է և մուկ է, պետք է տեմպերացնենք շոկոլադը։ Հիմա ես շոկոլադը կտեղափոխեմ ջրային բաղնիքի վրա, ինչպես ենք տեմպերացնում շոկոլադը։ Վերցնում ենք 100 գրամ շոկոլադ, դնում ենք հալչելու, հասցնում ենք մինչև 43-ից 45 աստիճան, հալչած վիճակում արդեն, եւս 100 գրամի վրա ավելացնում եմ 30 գրամ շոկոլադ, նորից խառնում եմ մինչև մնացած շոկոլադը խառնվի։ Եվ նաև ավելացնելու եմ ես շոկոլադին 1 ճաշի գթալ անհոտ բուսայուղ, որպեսզի կծելուց չփշրվի շոկոլադները, այլ մնա խուրմայի վրա։ Հիմա ամինչ ես իմ խուրմայի կորիզները կհանեմ, այդ ընթացքում ուղարկում եմ ջրային բաղնիքի վրա իմ շոկոլադը։ Այսպես։ Հիմա ցույց եմ տալի, թե ինչպես եմ անելու, այսպես, բացում եմ, կորիզը հանում եմ, տեսեք սիրելիներս, մի կողմից եմ կտրում, ամբողջական եմ թողնում, նուշը այսպես տեղափոխում եմ և փակում եմ, կասեք, թե ոչինչ չի եղել, ցույց եմ տալի ևս մեկը, հանում եմ կորիզը, դնում եմ նուշը, փակում եմ, տեսեք այստեղ ինձ մոտ կեղևը առանձնանում է, կարելի է նաև կեղևը առանձնացնել, եթե դուրս է գալիս, այսպես, ահա, պատրաստ է, մեր գեղեցիկ կոնֆետների միջուկը արդեն պատրաստ է, այս ձևով ձևավորում եմ իմ բոլոր արմավները, մինչ շոկոլադը կհալչի։ Տեսեք սիրելիներս, ինձ մոտ ամբողջությամբ շոկոլադը հալչել է, ես ավելացրել եմ բուսայուղն արդեն, հիմա ավելացնում եմ շոկոլադից մի փոքր մաս և խառնում եմ, թողնում եմ այսպես մի քանի րոպե, հետո նորից արդեն կխառնեմ, որպեսզի ամբողջությամբ շոկոլադը հալչի։ Տեսեք սիրելիներս, արդեն ինձ մոտ հալվել է շոկոլադը, հիմա լավ խառնում եմ, որպեսզի ոչ մի գնդիկ չմնա և արդեն ինձ մոտ պատրաստ կլինի։ Ահա, տեսեք, ինչպիսի փայլուն շոկոլադ է և ամբողջը լուծված։ Տեսեք, վերցնում ենք յուղաթուղթ, որպեսզի մեր կոնֆետները տեղափոխենք յուղաթղթի վրա և չորանալուց և սառչելուց հետո հեշտ կարողանանք առանձնացնել։ Հետո վերցնում ենք պատառաքաղ, պատառաքաղով ավելի հեշտ է վերցնում ենք, ամբողջ շոկոլադը հոսում է, ինչքանը որ արդեն բավական է, տեղափոխելու եմ ես յուղաթղթի վրա։ Տեսեք հիմա, ցույց եմ տալի մեկը, այսպես գեղեցիկ պտտեցնում եմ։ Բարձրացնում եմ մի փոքր ափսեի կողքով և տեղափոխում եմ այստեղ։ Տեսեք, նորից եմ պտտեցնում շոկոլադի մեջ, կարող ենք նաև 2 անգամ շոկոլադի մեջ պտտեցնել, նորից տեղափոխում եմ, ևս մեկը, շատ համեղ է ստացվում սիրելիներս, իմ երեխաները, որ չեն սիրում արմավը, բայց այս կոնֆետները ուտում են և շատ հավանում են։ Սիրելիներս, իմ կոնֆետներն արդեն պատրաստ են, կարող ենք հենց այսպես մատուցել, կարևորը իրանք շատ համեղ են, ես ուզում եմ մի փոքր գեղեցկացնեմ, սպիտակ շոկոլադ եմ հալեցրել, լցրել եմ խոհարական պարկի մեջ, ծայրը շատ փոքր կտրել եմ, որպեսզի գծեր անեմ։ Մի բան էլ հեշտությամբ դուրս են գալի, տեսեք, յուղաթղթից, այսպես, տեսեք, հեշտությամբ դուրս են գալիս։ Հիմա ես չեմ հանել, որպեսզի գծեր անեմ, հենց այստեղ էլ նոր կտեղափոխեմ մատուցվող
այսպես գծիկներ եմ անելու։ Տեսեք ինչ գեղեցիկ է ստացվում։ Ահա տեսեք սիրելիներս, կոնֆետներս ես արդեն տեղափոխել եմ մատուցվող ափսեի մեջ։ Տեսեք ինչ գեղեցիկ տեսք ունեն։ Խանութից գնելու փոխարեն կարող եք դուք պատրաստել ձեր ձեռքով եւ սուրճի հրավիրել ձեր մտերիմներին։ Ուզում եմ ներսից տեսնեք ինչ գեղեցիկ տեսք ունի իմ կոնֆետը եւ շատ համեղ է։ Չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք իմ համեղ եւ գեղեցիկ տեսանյութերը։ Հաջողություն։